Բարև ձեզ։ Այսօր ունենք բացառիկ հնարավորություն խոսելու հասարակության զարգացման հիմնասյուներից մեկի կանանց իրավունքների, մասնավորապես կանանց տնտեսական իրավունքների մասին, եւ հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում ծրագրի շրջանակներում մենք համագործակցել էինք Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ եւ մի արտահերթ զեկույց էինք մշակել, որի մասին էլ այսօր խոսելու ենք։ Այսօր մենք հյուրընկալել ենք մի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական եւ կրթական կենտրոնի ղեկավար Մերի Մամիկոնյանին։ Մերի, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար եւ ընդհանուր առմամբ շատ հետաքրքիր ու ծավալուն աշխատանք կատարելու համար։ Այսօր առաջարկում եմ մի փոքր խոսենք զեկույցում տեղ գտած հետաքրքիր դրույթների մասին, ինչպես նաև այն եզրահանգումների մասին, որոնք որ տեղ են գտել զեկույցում։ Եվ այսպես սահուն անցում կատարելով մեր զեկույցի հիմնական դրույթներից մեկին, ուզում եմ խոսել օրենսդրական դաշտի մասին։ Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գրեթե փորձել են ամեն ինչ անել, որ կանանց ներգրավվածությունը քիչ թե շատ ապահովված լինի։ Բայց ինձ մոտ տպավորություն էր նաև զեկույցը կարդալու ընթացքում, որ այն ավելի շատ ունի այսպես գենդերային չեզոք բնույթ եւ ավելի շատ այսպես պաշտպանվող օրենսդրություն է, քան խթանող կանանց ներգրավվածությունը ապահովելու տեսանկյունից։ Այս մասով ձեր կարծիքն եմ ուզում լսել ու նաև կան արդյոք հետաքրքիր առաջարկներ գուցեև ինչպես կարող ենք ավելի շատ խթանող օրենսդրություն ունենալ, քան թե պաշտպանվող։ Նախ ես եմ շնորհակալ հրավերի համար։ Իրապես մեր հաստատության համար եւս շատ կարեւոր թեմա է ու այս արտահերթ զեկույցի մշակումը եւս շատ կարեւոր քայլ էր մեզ համար, որով մենք փորձեցինք վերհանել են բոլոր բացերը եւ ահկա իրավիճակը արձանագրել, որի արդյունքում մենք կունենանք մի համապարփակ պատկեր, որը որ կարտացոլի կանանց տնտեսական իրավունքների իրացման փաստացի վիճակը Հայաստանի Հանրապետությունում։ Ձեր տպավորությունը օրենսդրության վերաբերյալ բավականին տեղին է, որովհետև մեր ուսումնասիրությունները եւս ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, որը ընդգրկում է ինչպես սահմանադրությունը, այնպես էլ մնացած իրավական ակտերը, որոնք որ վերաբերում են իրավահավասարությանն ու խտրականության արգելքին, դրանք բավականին գենդերային առումով չեզոք են։ Այսինքն բոլոր տեսակի նորմերով գրեթե փորձ է արվում պաշտպանել կանանց տնտեսական իրավունքները, սակայն որևէ նորմով չկա հստակ ամրագրում առայն, որ կանանց տնտեսական իրավունքները պետք է խթանել։ Խնդիրը կայանում է նրանում, որ հիմնականում իրավական կարգավորումները ներառում են նորմեր, որոնք որ ապահովում են առավելապես կանանց եւ տղամարդկանց հավասարությունը կոնկրետ իրավահարաբերությունները կարգավորելու կոնկրետ ոլորտներում, բայց հստակ որևէ խթանող նորմեր չկան։ Օրինակ հարկային քաղաքականությունը զուրկ է որևէ խթանող նորմերից, այսինքն չկան որևէ նորմեր, որոնք որ ամրագրում են հնարավորություններ կամ խթանիչ ինչ-որ իրավիճակներ, դրույթներ, որոնք որ հնարավորություն կտան կանանց էլ ավել ակտիվ ձևով կամ արդյունավետ կերպով ներգրավել օրինակ գործարարության մեջ։ Եթե խոսենք քայլերի մասին, թե օրինակ ինչ քայլերով կարող ենք առաջ գնալ, որպեսզի գենդերային չեզոք օրենսդրությունից անցում կատարենք դեպի առավել խթանիչ օրենսդրություն, ապա առաջին քայլը իհարկե կարող է լինել օրենսդրական փոփոխությունները, բայց օրենսդրական փոփոխությունները դրանք ինքնին իրենցով միայն բավարար չեն, որովհետև այստեղ բացի նրանից, որ պետք են օրենսդրական փոփոխություններ, նաև պետք են արդյունավետ կառուցակարգեր, որոնցով հնարավոր կլինի իրապես իրացնել եւ երաշխավորել կանանց տնտեսական իրավունքները։ Այդպիսի կառուցակարգերը հնարավոր կարող է լինել մի շարք աշխատանքների միջոցով, այդ թվում կրթության, իրազեկման, բարձրացման ձևով եւ համապատասխան քաղաքականությունների մշակման եղանակով։ Այ կառուցակարգերի մասին խոսեցիք, շատ հետաքրքիր է, որտեվ կառուցակարգերի բացակայություն եւ կանանց ներգրավման քվոտաներ որոշումների կայացման գործընթացում թեպետ նկատելի է որոշ ճյուղերում, օրինակ օրենսդիր դաշտում, ԱԺ-ում կա այդպիսի քվոտավորում կամ եթե այլ տեղեր դիտարկենք, օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովում կամ տեսալուսողական մեդիայի կարգավորող մարմնում, բայց կան կառավարությունում, մասնավորապես նախարարների պաշտոն
կենտրոններում կամ այլ տեղերում քիչ նկատելի է, որ այսպիսի պարտադիր բնույթի կառուցակարգեր լինեն եւ շատ հաճախ ինձ մոտ նաեւ տպավորություն է եւ նաեւ մարդիկ են կիսվում իրենց կարծիքով, որ կարծես թե սա արհեստականորեն ներմուծված է, որ քվոտավորում լինի եւ երբեմն նաեւ կարծիք եմ լսել հենց տղամարդկանցից, որ ասում են, որ շատ հաճախ զուտ կանանց ներգրավում են օրինակ քաղաքականության մեջ այն բանի համար, որ այդ քվոտավորումը ապահովեն եւ նրանք երբեմն զբաղեցնում են այն տղամարդկանց տեղը, ովքեր որ իրապես հետաքրքրված են քաղաքականությամբ, այլ ոչ թե քվոտավորման պետք է լինեին այնտեղ։ Իրականում դա բավականին տարածված կարծիք է։ Հարցի պատասխանը բավականին երկար է ու կոմպլեքս պատասխան է ենթադրում, բայց փորձեմ մի քանի դետալներով անդրադառնալ հարցին։ Իրականում նույն քվոտաները հենց խթանիչ գործոններն են հանդիսանում, որոնց մասին որ մենք խոսում ենք։ Այսինքն առաջին հայացքից թեև դրանք կարող են թվալ արհեստական, բայց դրանք խթանում են կանանց պատկերացնել իրենց X-Y պաշտոններում եւ նաեւ ձևավորում են արդեն նոր սերնդի մոտ որոշակի մոտեցում, որ կանայք եւս կարող են լինել այդպիսի պաշտոններում։ Ինչ վերաբերվում է դրանց վերաբերյալ մոտեցումների վերափոխմանը, ապա կարծում եմ առհասարակ հասարակությունում կնոջ դերի վերաբերյալ ընկալումները եւ պատկերացումները պետք է վերափոխել այն տրամաբանությամբ, որ որոշակի պաշտոններում կանանց ներգրավվածությունը նորմալիզացվի եւ համարվի բնականon տրամաբանության շրջանակներում տեղավորվի։ Դա կարող է լինել եւ արդեն հաջողության հասած կին պաշտոնատար անձանց օրինակներով, օրինակները ներկայացնելով կամ հենց վաղ հասակում առաջնորդության դասընթացների կամ ծրագրերի իրականացմամբ կարող է լինել։ Այս կերպով հնարավոր կլինի օրինակ խթանել հասարակությունում պատկերացումների վերափոխումը, շատ կարևոր դեր ունի, օրինակ նաև զանգվածային լրատվության միջոցները եւս շատ կարևոր դեր ունեն, այս մասին նաև ՄԱԿ-ի համապատասխան կոմիտեն է խոսել, որ զանգվածային լրատվության միջոցները եւս պետք է խթանեն, որպեսզի կանանց վերաբերյալ պատկերացումները պատշաճ լինեն եւ պետք է բացառեն այնպիսի խոսույթը կամ այնպիսի նյութերի տարածումը, որոնք որ հակառակ տրամաբանությամբ կարող են բացասական պատկերացումներ ձևավորել կանանց դերի վերաբերյալ։ Մեր ուսումնասիրությունը արտահերթ զեկույցը եւս պարունակում է որոշակի օրինակ սոցիալական հարցումների արդյունքներ, որոնք որ եւս նկարագրում են, որ կանանց որոշակի պաշտոններում հասարակությունը չի պատկերացնում եւ ցավալին այն է, որ կանանց մեծ զանգված, իգական սեռի ներկայացուցիչների մեծ զանգված եւս նույն կարծիքին է, թեև համեմատության մեջ տղամարդկանց մեծամասնությունն է այդպես կարծում, կանանց մոտավորապես կեսն է, որ այդ կարծիքին է, ըստ այդ սոցիալական հարցումների եւ այստեղ խոսքը գնում է ոչ միայն ղեկավար պաշտոնների մասին կամ քաղաքականության մասին, այլև կոնկրետ որոշակի մասնագիտությունների մասին, որ դրանք ըստ այդ ընկալումների հարիվ չեն կանանց։ Շատ հետաքրքիր թեմա է կարծրացում ընդհանուր առմամբ մեդիայի մասով եւ մեդիայում, սոցիալական մեդիայում կանանց արձագանքի մասով, որովհետեւ դեռ երբ ուսանում էի, քաղաքագիտության բաժնում էի սովորում, այնտեղ հետևում էի միջազգային լրահոսին, այսպես միայն հայաստանյան ոնց որ խնդիր չի եւ հետաքրքիր էր թե ինչպես էին լրատվականները նաեւ մեկնաբանում, օրինակ, չգիտեմ, այն ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հագուստին էին անդրադառնում եւ ուշադրություն չէր դարձվում բովանդակությանը, հա, մի արտաքին տեսքին էր կամ ժեստիկուլյացիային էր ավելի շատ ուշադրություն դարձվում եւ այդ նույն խնդիրը կարծես թե շարունակվում է եւ արկա է Հայաստանում, որովհետեւ որ մեդիա մոնիտորինգ ես անում, որպես սովորական քաղաքացի, դու տեսնում ես, որ նույն մեկնաբանությունների բաժնում կանայք ավելի շատ են կանանց գործնեությանը անդրադառնում, այսպես նեգատիվ բացասական իմաստով, քան տղամարդիկ իրականում եւ դա խնդիր է եւ կարծում եմ նաեւ մեդիան այդ մասով պետք է ֆիլտրի, վիրավորանք եւ ատելության խոսք պարունակող բովանդակությունը պետք է հեռացվի այնուամենայնիվ։
Եվ իրազեկման մասով ես կարծում եմ, որ օրինակ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ուրբանիզացիայի բարձր մակարդակը, այո, Երևանում գուցեև այս հարցերին շատ մեծ անդրադարձ կա, բայց նույն մարզերում կարծրատիպերը կարծես թե, եթե չեմ սխալվում, շարունակում են լայն տեղ գտնել եւ դրա արդյունքում էլ շատ հաճախ կանայք իրենց են սահմանափակում, այսինքն ոչ միայն ընտանիքներն են, հա, իրենց սահմանափակում, այլ իրենք են իրենց սահմանափակում։ Եվ այս մասով որոշում կայացման հետ կապված գործընթացի ես կուզեի խոսենք մի փոքր գենդերային այդ խզվածքի մասին, թեպետ զեկույցում կարծես թե նշում եք, որ բարելավում կա, բայց այնուամենայնիվ գործնականում կարծես թե այդ բարելավումը այդքան էլ լավ արտահայտված չէ։ Եվ եթե չեմ սխալվում, համաշխարհային բանկն էր ոնց որ զեկույցում անդրադարձել խզվածքին եւ 30%-ի մասին էր խոսքը գնում, որ աշխատավարձերի տարբերությունը 30% է կազմում։ Այս մասով կուզեի մի փոքր նաեւ անդրադառնայիք։ Նախ անդրադառնամ համաշխարհային բանկի կողմից արձանագրված ցուցանիշներին, մենք եւս մեր արտահայտցեկությունում դրան անդրադարձել ենք, ըստ համաշխարհային բանկի կողմից կատարված հետազոտությունների տղամարդկանց եւ կանանց վարձատրության խզվածքը կազմում է 25-ից 30%, ինչ վերաբերում է գենդերային գլոբալ այսպես ասած խզվածքին, որը որ համաշխարհային ցուցանիշ է, որը անդրադառնում է տարբեր երկրներում գենդերային հավասարության այսպես ասած վիճակին, ընդ որում թվային տվյալներով, մենք դրան եւս անդրադարձել ենք արտահայտցեկությունում ու պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունում վիճակը բավականին այսպես ասած բարելավել է, մեծ առաջընթաց է ունեցել Հայաստանի Հանրապետությունում 2016-ից 2023 թվականների ընթացքում եւ իր տեղը 146 երկրների մեջ 102-ից բարելավել է եւ 2023 թվականի դրությամբ զբաղեցրել է 61-րդ տեղը։ Սակայն այս մասով պետք է նաև անդրադառնամ այն հարցին, որ նշված առաջընթացը կայուն չէ, որովհետև օրինակ 2024 թվականի ընթացքում գլոբալ խզվածքի տվյալների համաձայն 64-րդ հորիզոնականն ենք զբաղեցրել։ Սա խոսում է այն մասին, որ չնայած նրան, որ փորձեր արվում են վիճակի բարելավման ուղղված, այդ փորձերը կայուն չեն ու համապարփակ ձևով չեն իրականացվում ու այստեղ շատ տեղին կլինի խոսել է ռազմավարական փաստաթղթերի մասին, իրապես տարբեր խնդիրների, գլոբալ խնդիրների լուծման համար շատ կարևոր նշանակություն ունեն ռազմավարական փաստաթղթերը ու այս համատեքստում շատ կարևոր նշանակություն ունեցավ նաև գենդերային քաղաքականության ռազմավարության ընդունումը 2025 թվականի ընթացքում, որը որ համապարփակ փորձում է լուծել գենդերային հավասարության հետ կապված հարցերը տարբեր ոլորտներում եւ ուղղություններով, իրականում նաև մենք եւս մեր հաստատությունը տարիներ շարունակ խոսում էր համապատասխան քաղաքականության ընդունման մասին, որը որ տարբեր ուղղություններով եւ կետերով կփորձեր թիրախավորել բոլոր տեսակի խնդիրները։ Բաժիններից է, չէ՞, բաղկացած։ Կարծես թե այո։ Այո, մեծ կատեգորիաներով։ Այո, կարծում եմ, որ ընդհանուր ռազմավարությունը շատ մեծ դրական փոփոխությունների կարող է հանգեցնել, բայց էլի, եթե գործնականում կարողանան այն որպես ուղենիշ օգտագործել եւ ըստ այդ ուղենիշի նաեւ համապատասխան քաղաքականություններ իրականացնել եւ խոսելով քաղաքականությունների մասին, ուզում եմ մի փոքր նաեւ ներքին մեր գործողությունների մասին խոսել, ինչպես ենք օրինակ մենք խնդանում, այսպես ասած, կանանց տնտեսական իրավունքների իրացմանը, մասնավորապես մենք գիտենք, որ կինդ եւ տղամարդ տարբերությունը Հայաստանի Հանրապետությունում առավելապես նաեւ ընկալվում է ընտանիքում դերով պայմանավորված, շատ հաճախ կանայք, երբ որ արդեն ամուսնանում են եւ երեխա են ունենում, երեխայի խնամքի հետ կապված զբաղվածությունը ապահովելու հետ կապված նաեւ այս վերջերս շատ լուրջ խնդիր էր, եթե չեմ սխալվում, մանկապարտեզներում, Երևանում ամեն դեպքում մեծ խնդիր էր տեղերի չլինելու հետ կապված եւ ստիպված էին արդեն ծնողները վճարովի մանկապարտեզների կամ ուսումնական հաստատությունների դիմել։ Այս մասով, եթե չեմ սխալվում, Հայաստանի Հանրապետությունը մշակել էր այսպիսի մի ծրագիր դայակ պետության աջակցությամբ եւ ընդհանուր առմամբ կան նաեւ օժանդակող ինչ-որ բաներ, օրինակ կերակրասենյակների առկայություն, որը որ պահանջում է գործատուներից ունենալ կամ առանձին լրացուցիչ ժամեր, նաեւ եթե չեմ սխալվում, հայրիկների համար նախատեսված արձակուրդներ, բայց ոնց որ թե գործնականում դրանք այդքան էլ չեն իրացվում, չեն կիրառվում, նաև էլի կարծրատիպերով եւ մտածելակերպով պայմանավորված։
խնդիրներից մեկը դա է։ Այս մասով ինչ կասեք, այսինքն այնուամենայնիվ փորձեր արվում են կարծես թե որոշակի քաղաքականություններ իրականացնել, բայց ինչու այլ չի ստացվում այդ քաղաքականությունների գործնական իրացումը ռեալ կյանքում։ Այդ նպատակով արտահերցեկություն մենք մի շարք առաջարկներ ենք ներկայացրել, որոնց նպատակն է հենց ապահովել ընտանիք եւ աշխատանք բալանսը։ Հայրիկների արձակուրդի մասով իրականում Հայաստանի Հանրապետությունում արձակուրդի ժամանակահատվածը բավականին կարճ է։ Նույն կրկին Մոլդովայի փորձը մենք ներկայացրել ենք, որի համաձայն բավական երկար ժամանակ է նախատեսվում հայրիկների արձակուրդի համար, եւ ես կարծում եմ նաեւ արդյունավետության խնդիրները պայմանավորված են նաեւ այն հանգամանքով, որ որոշակի կարծրատիպային մոտեցումներից ելնելով պատկերացումն այն է, որ հայրիկների ներգրավվածությունը երեխայի դաստիարակության այդքան կարևոր չէ, ինչքան մայրիկներինը, հետեւաբար հիմնական թիրախը հենց հիմնական թիրախում գտնվում են մայրիկների խնդիրները։ Եվ շատ հավանական է, որ անգամ հայրիկները հաճախ չեն օգտվում այդ արձակուրդից, որը նախատեսված է երեխայի ծննդյան համար։ Հետևաբար ամփոփելով խոսքս կարծում եմ, որ շատ կարևոր է բոլոր դետալները հաշվի առնելը եւ այդ բոլոր դետալների հաշվառմամբ մոտեցումներ ձևավորելը եւ օրենսդրության մակարդակում եւ կառուցակարգերի, որովհետեւ նույն կերակրասենյակների մասով հստակեցումներ չկան, օրինակ, որ հաստատություններում դրանք պետք է լինեն, քանիսը պետք է լինեն, կամ արդյոք բոլոր հաստատություններում ներկայում այդ կերակրասենյակները նախատեսված են, թե ոչ։ Սրանք հարցեր են, որ իրականում այս հարցերի պատասխաններից է կախված արդյունավետությունը կանանց իրավունքների իրացման, իսկ օրենսդրական փոփոխությունները կամ երաշխիքները միայն բավարար չեն։ Այս պահի դրությամբ կարծում եմ, որ օրենսդրական փոփոխությունների կարիք կամ լրացուցիչ երաշխիքների կարիք եւս կա, բայց բացի օրենսդրական փոփոխություններից պետք է նաեւ կոնկրետ դետալային մեխանիզմներ մշակվեն կոնկրետ օրենսդրական երաշխիքները իրացնելու նպատակով։ Մերի, իրապես համաձայն եմ ձեզ հետ, որ կառուցակարգերի բացակայությունը, որոշ տեղերում պրակտիկ եւ գործնական, այսպես ասած, գործողությունների բացակայությունը հանգեցնում են կանանց տնտեսական իրավունքների սահմանափակումներին, եթե ոչ դրանց բացառմանը։ Հետևաբար, այսպես համապարփակ լուծումները միայն կարող են նպաստել, որ կանայք տղամարդկանց հավասար կարողանան իրացնել իրենց իրավունքներն ու հնարավորությունները տնտեսական, մասնավորապես տնտեսական մասով, եւ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար, որովհետեւ զեկույցը բավականին ծավալուն է, բավականին հետաքրքիր է ընթերցելու տեսանկյունից եւ նաեւ ուղենիշային կարող է դառնալ հետագայում քաղաքականություններ ձևավորելու եւ ինչպես նաեւ վերհանված խնդիրներին անդրադառնալու եւ դրանց լուծումներ առաջարկելու համար։ Շնորհակալ եմ ձեզ նաեւ կիսվելու համար եւ հուսով ենք, որ այս զեկույցը կծառայի իր նպատակին։ Ես եմ շատ շնորհակալ եմ հրավերի համար եւ այս ձևաչափով հարցին անդրադառնալու համար։ Շնորհակալություն։